Պարոն Կարապետյան, ես ունեմ ձեր համար անակնկալ մի բան ասեմ։ Համեցեք։ Դուք ճանաչում եք այս մարդուն։ Դեմքը հիշում եմ։ Բարև։ Բարև ձեզ։ Եկեք պարոն Կարապետյան։ Ինչ սյուրպրիզ ես արել։ Բարև ձեզ։ Ողջունեք, հեսա կծանոթացնեմ։ Ոնց եք, Սամվել անունս։ Ճանաչում եք։ Ամիս կամերա։ Ուրախ։ Լավ եք։ Պարոն Կարապետյան, ներկայացնեմ, այս այն մարդիկ են, ում դուք չեք ճանաչում ու դուք այս մարդկանց կյանքը փոխել եք։ Լավ կողմը թե վատ։ Շատ լավ կողմը։ Պարոն Կարապետյան, մեր հյուրերը այսօրվա սոտքի բնակիչներ են, սոտքի բնակիչների շատ փոքր մի մասն են այսօր ձեզ հյուր եկել եւ ձեր աշխատանքների արդյունքում մարդիկ ունեն տուն, մարդիկ ունեն տանիք։ Շնորհավորում եմ ձեր տները։ Շատ ուրախ եմ, որ եկել եք։ Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ նորից նույն փորձանքը չբերեն մեր երկրի գլխին։ Ձեր շրջանը շատ վտանգավոր գոտում է գտնվում։ Եվ ամենաառաջինը ադրբեջանցիք կարող են հասնել ձեր շրջան, ձեր գյուղերը, դրա համար դուք էլ ակտիվ եղեք, որ չկարողանան այս անհայրենիք իշխանությունը չկարողանա հիմա էլ մեր երկրի տարածքները բաժանի ադրբեջանցիներին։ Ձեր մոտ հասկանում են մարդիկ այդ վտանգը, թե այդքան չեն հասկանում։ Չէ, հասկացողներ կան։ Շատ կան։ Շատ կան։ Քանի որ դուք ձեր աչքով եք ամեն ինչ տեսել, ձեզ բացատրել պետք չի։ Եթե ինչ-որ տեղ Տաշիրի կամ Ստեփանավանի ժողովուրդը կարող են կասկածել, դուք ամեն ինչը ձեր աչքով տեսել եք։ Պարոն Կարապետյան, իրանք հենց վերևը նստած են, դե մերոնք ներսից են աշխարհում։ Իրանք հիմի բաց կարիեր չկա։ Իրանք են նստած սա։ Իրանց պոստերն են։ Եկան հասան ադրբեջանցիները շատ են առաջ եկել։ գյուղից ինչ կան այռու։ Գյուղից որ հենց վերցնես Հենց դեմ դիմացի սարի վրա նստած։ 6-ից 7 կիլոմետր դեմ դիմացի սարի որտեղ կա, օթայինով 2 կիլոմետր էլ չկա։ Ցանկացած պահի, պարոն Կարապետյան, սնայպերը կարա մեզ ցանկացածից հանի։ Շատ հրեշավոր պլաներ ունենալի հետ։ Ինչքան մեր ուժի պատած չեք թողել։ Թույլ չենք տալու ձեր օգնությամբ, պարոն Կարապետյան։ Դե մենք ամեն ինչ անում ենք դրա համար, բայց մեր ժողովուրդն էլ պետք է դա հասկանա, Մեզ համախմբել։ համախմբվեն եւ առաջ երթին այս հարցերի վրա ուշադիր լինենք։ Կամաց փոքրացում են մեր երկիրը։ Դուք իրենց կողքն եք եղել, դրա համար այսօր որոշեցինք սենց լավ անակնկալ անել։ Վերջեն Քյավառցի ձուկ ծախողը ներողություն խնդրեց քեզնից, թե չխնդրեց։ Չէ, չխնդրեց տենց էլ։